Ահա զանգ եմ տվել։ Իշը մեզ ինձ։ Հա? Ես ամոդիկ ես որ տենամ կասեմ։ Ալավ էլի ոչ կարած ինչ մորանես։ Իշեցիր։ Իշ կա։ Այս հեծանիվ նա հենց։ Հա։ Բարոսը։ Ուղղակի սաստանոց դարձա։ Ավես տեղեկացնում եմ որ տեսանկարահանում եմ, քանի որ դուք էլ եք տեսանկարահանում, ես էլ եմ տեսանկարահանում։ Ճիշտ եմ։ Որ հետագայում տեղադրեմ YouTube-ում։ Ինչ տեղադրես։ Տեսանյութը, որը հիմա պետք է նկարահանեմ։ Ես պարտադիր YouTube-ում տեղադրի դեր։ Հա։ Տենց ամը դեմք չէ։ Չէ, դուք հանդրային ծառայողները ես իրավունք ունեմ օրենքով տեսնել։ Այ որ հեծանիվով ավտոյի տակ էին, քեզ օգնեին։ Իշի։ Նա մեղավորությունը չունի։ Բայց իշի։ Վանաձոր է խոսքը։ Իշի։ Ու տարան, կոփնի։ Իշեցի։ Ընկաստերից ուսասին, հիշում ես։ Իշում եմ։ Ես այդ տղան եմ։ Իշեցի։ Շատ ուրախ եմ որ հիշեցի։ Մինտեղ նստենք, դեպք նկարագրեմ մարամ։ Ես դեպքի նկարագրությունը ստեմ մեր մոտ կա Եղինյան ջան։ Ուրեմն ես տեղեկացնել ես, մեզ հայտնել ես, որ Եղինյանը այդ գրաֆի այդ ուրիշ անգամ, հա։ Չէ, ուզում եմ նկարահանվի էլի։ Ինձ նայ, էլի։ Դու բիզնես ես անում, թե գործ ես անում։ Հա բիզնես չի, ես փող չեմ աշխատում։ Դե ուրեմն արի մենք իրար հետ զրույց անենք, արի մենք շփվենք ու ահազանգին էլ ընթացքեք տալ ունենք չի որ ու ահազանգ։ Դե ահազանգի հիմա վրա եմ էլի խոսալու։ Շատ ուրախ ենք որ ահազանգի հիմա վրա խոսալու ես։ Մենք տեղեկացնենք որ ահազանգը տվել ես, որ ինչ որ Ford Magnus-ի մեքենա, հա, համանեն օրցես, հա։ Հեսա մի րոպե։ Սանես դիրքով դնեմ։ Ադերիկ։ Ահա, նես դիրքով մեր ձենը լսվի խնդիր։ Ասի։ Մի իմ հարցերին ես։ Հա։ Ինչ համարներ ես նշել էի։ Ուրեմն մի դեպքը նկարագրեմ ոնց է եղել։ Սպասի, ես դեպքի նկարագիրը իմ մոտ կա արդեն, դու հայտնել ես, ինչ հայտնել ես, օգտին օպերատիվ կառավարման կենտրոնի։ Դու հայտնած իմ մոտ կա, ես մի քեզ հարցնում եմ, Ford Magnus-ի ա եղել։ Հա։ Ինչ համարներով։ Համարները հայտնել եմ։ 37 CB 853 երևի։ Հա, երևի։ Դու հայտնածի, ես դու հայտնածի։ Վարորդը երկու անգամ խախտել է հոճկիցը, հա։ Եվ երթևեկել է հանդիպակաց ուղղությամբ։ Հավելեց նաև, որ իր YouTube-յան ալիքում տեղադրել է տեսանյութը խախտման վերաբերյալ։ Խնդրում է իր հետ կապ հաստատել։ Մի հատ տեսանյութ ցույց տաս Եղինյան։ Տեսանյութը, ուրեմն նախ ասեմ որտեղ է դեպքը եղել։ Դեպքը եղել է Ստեփանավանի քննչական բաժնի դիմաց։ Այդ ժամանակ քննիչները որևէ միջոց չեն ձեռնարկել այդ իրավախախտումը խափանելու, կանխելու ուղղությամբ, այսինքն հենց քննիչներն են ի պաշտոնե պարտավոր այդ իրավախախտման մասին հայտնել ոստիկանությանը, նաև պարտավոր են ի պաշտոնե կանխել այդ իրավախախտումը, մինչդեռ քննիչները Ստեփանավանի քննչական բաժնի քննիչները որևէ միջոց չեն ձեռնարկել այդ իրավախախտումը կանխելու, խափանելու, ոստիկանությանը տեղեկացնելու ուղղությամբ, եւ քննիչների փոխարեն ես եմ իրանց աշխատանքը հիմա կատարում դրսևորելով օրինապահ վարքագիծ։ Ասեմ, որ այդ ժամանակ բացի այդ ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տալը, անտուն կենթանու նկատմամբ, շան նկատմամբ կոնկրետ այդ Ford մեքենայում գտնվող անձի կողմից դրսևորվել է ակնհայտ դաժան վերաբերմունք, շան վիզը գցել են ինչ որ մի հատ օղապարան եւ դրանով փորձել են շանը քաշ տալով տանել։ Ես դուք հայտնել եք ոստիկանություն դրա մասին։ Հիմա եմ ձեզ հայտնում։ Չէ, մինչև ես հայտնել եք ոստիկանություն։ Բաժին տարածքային բաժինը եկել է։ Դրա մասին չեմ հայտնել, հիմա ձեզ տարածքային բաժինը եկել է։ Չգիտեմ, ես տեղյակ չեմ։ Միգուցե օկկն հայտնած լինի։ Հա, Եղինյան ջան, դու տված ահազանգի հիմա վրա տարածքային բաժինը եկել է։ Ոչ, ճավայժինը նոր էս հայտնած ահազանգի հետ կապված տարածքային բաժինը եկել է։ Հիմա ձեզ եմ հայտնում, քանի որ դուք եք ոստիկանության ծառայող, ես ձեզ եմ հայտնում այդ ենթադրյալ հանցագործության մասին, կենթանու նկատմամբ դրսևորվել է դաժան վերաբերմունք, կխնդրեի այդ մասով ինձնից հաղորդում վերցնեք եւ պատշաճ։ Այս մի ահազանգը փակենք, հետո հաղորդման մասին կհայտնենք։ Մենք եկել ենք, որ Ford-ի վարորդը կատարել է իրավախախտում հոճիցը գտրելով։ Այդ մասի գրով իմ ահազանգը բացված է ջրը, այդ մասի գրով ես ձեզնից հարցեր կտամ կպարզաբանեք, YouTube-յան ալիքում, YouTube-յան ալիքը պետք է տեղադրելու եմ ստեղ։ Իմ համակարգչով հիմա ցույց տամ։ Տեսանյութը միասին դիտենք։ Այդ համակարգիչը է։ Եկեք նայեք տեսանյութ։ 40 Պտտի
Մոտեցեք, սան ինչ որ ենք գցում։ Աստեղ ես տանը։ Բայց այս վիճակով լավ պետքա մեքենան մոտեցնեին շանը։ Նա մեքենան ու։ Մեքենան քիչ մոտ 30 մետր հեռավորության վրա կանգնած է։ Այսա տեսանյութ ամբողջությամբ նայեք երևա։ Որ կոպիտ կերպով շրջադարձա կատարում որ մեքենայի վարորդը։ Նադմանի է։ Այս երինան է։ Հա, վերնոտ է հիմնականացում է, որ նա Նայ։ Նա խախտում է նայեք։ Մեքենայի խախտում։ Դա պաուզատու դες 30 պաուզատու 37 53 կամաները։ Այսպես այդ ո՞րտու դες Հա։ Տեսան դահանել այլ ցույց միացու այլ միացու Այս փող է սակտակում Ոչ։ հաստատ Իհարկե չեմ ստան Կարող ենք պարզեք ինչ ասեմ։ ստեյլ վալյո չէ՞ թափում Նա կոդ գիծը սա է։ Այս ստիպակ։ Նե, հատեց։ Հետո մի հատ շրջադարձ անում, արդեն արել է։ հետ դուգել է Դա նորից միացնում։ Դա հենց խախտում է ցույց տալի եւ Մեծ խախտում է չի պաուզատը Հայ, գնում է։ Մի շրջադարձ անում։ Հոп, արավ շրջադարձ։ Այս ո՞նց չի Ոնց չի հոց գիծ։ Այդ գիծը հոց գիծ չի, դրես։ Դեհմի կեսկտորը հետ։ Նայ, հատեց։ Տեսա։ Հասկացա, դեհմի կեսկտորը հետ։ Հոց գիծը հատեց։ Հասկացել եմ էլի։ Դե փորձում ենք նենց խոսակի փր խախտում չկա։ Չէ, ես Խախտում ակնհայտ է։ հասկացա։ Ու կխնդրեի պարտադիր գրավոր տեղը պահեք ես։ Վարչական վարույթ նախաձեռնում եք, չեք նախաձեռնում, քննարկման արդյունքների մասին ինձ գրավոր տեղեք 10 տարեկան ութերն արել են։ Բանավոր ոչ մի բան Բան չասեք։ չես գրավոր չունես դրասն։ Հələ գնային 5 հավաքածու պատասխաններն այլ, այդպես ինչքան է քեզ։ Դե ամեն դեպքում նպատակահարմար գտած ես տեղեկացնել, որ ցանկանում եմ գրավոր տեղեկանալ արդյունքների մասին։ Յուրաքանչյուր իրավախախտման վերաբերյալ յուրաքանչյուր դիմումի եւ հաղորդման վերաբերյալ քաղաքացիություն գրավոր պատասխան ստացվել է։ Ու իմ ունեցած տեղեկություններով այս կազմակերպությունը ինչ որ Հրանտ Դավոյանի կազմակերպությունն է, որը զբաղվում է շների ստեղծացմամբ։ Այսինքն այս մեքենան Ստեփանավան ուղարկել է այդ իմ կողմից նշված Հրանտ Դավոյանը։ Ես իրան չեմ ճանաչում անձամբ, չգիտեմ նա ով է, նրա հետ երբևիցե չեմ առնչվել։ Այս ամեն ինչ էս սա, դասս բլաշը ես սա դերեմ։ Դա դեռ վերջում դիտարթաս, կտենաս քիսոտովա, սոստայից արդեն ֆակտում է, չէ՞։ Այս տեսանյութը ես տեղադրել եմ իմ YouTube-յան ալիքում, վերնագիրներ կարամ ասեմ, որ մտնեք YouTube-ով է նայեք։ Պատմիչ ես։ Բիզնեսը ամենը, ինչքան ուզում ես ասա։ Ապացույց ունեք, որ ես բիզնեսով եմ զբաղվում։ Խոսակցում եմ։ Դա ձեր արտահայտությունը մերկապարանոց արտահայտությունն է, հարգելի ոստիկան։ Ես ընդհանրապես դրսևորում եմ քաղաքացիական բարձր իրավագիտակցություն։ Կարող YouTube-ից ներբեռն եկել ես տեսան։ Ավելի լավ որակով։ Դրսևորում են քաղաքացիական բարձր իրավագիտակցություն։ Այդ որակը ընկել է։ Ուսումա։ Անենք տեսալ։ Ես արդեն դիզոն բնան շուտին ես վերնում եմ ստանդարտին հարախուսով դիմարան։ Վերնի կանենք անենք։ Ունանյանը չասավ։ Հա, всё. Հա։
Հանել ենք, հիմա ինչ եք հայտարարում, Արգելի Երինյան, հիմա ես ձեզ լսում եմ, ասեք, որ ստեղ գրեմ եմ։ Ուրեմն շաբաթ օրը ես Հետ արդեն ասել ես, լավ, հարցեր։ իմ գործերով գտնվում է Ստեփանավանի քննչական բաժնի տարածք, երբ նկատեցի, որ մի երիտասարդ տղա երկաթյա օղապարանը գցել էր Անտուն Շան վիզը եւ Շանը քարշ տալով տանում էր։ Հիմա հաղորդում եմ խնդրում վերցնել հանցագործության եւ վարչական իրավախախտման մասին։ Ասա թվասին խաղացքային բաժիններ դաստաներ կարելի։ Մի հատ բան կան, էլի խնդրեմ տարածքային բաժինել տեղակ պահենք, որտեղ քաղաքացին ուզում է հաղորդում տա, որ այդ շանը բռնի, չգիտեմ, բռնություն դաժան վերաբերմունք են ցուցաբերել։ Բանը, այստեղ գիտեք, չէ՞ իրա հասցեն։ Հա։ Իրա հասցեն գիտեք, չէ՞։ Ով է գալի նա թերասով խոսում։ Մանվելն է։ Հա։ Հա մի խոսքով գալիս է։ Ես բանը վարչական իրավախախտման մասով բան կանեմ, կգրեմ ստեղ։ Մեջը այդ շան մասներ կներառեն, իրանք էլ օրգան իրանք տեղը բանով արդեն հացեզություն են, բան անեն, էլի։ Ով հայտարարեց, որ ասել է այդ չունենանց։ Գտնվել է Ստեփանավան քաղաքի քննչական կոմիտեի բակում, հա։ Երբ նկատեցի, որ սպասի։ Նկատել է, որ Ford Magnus-ի, հա։ Ford Magnus-ի մեքենան, ինչ անում։ Նախ մինչև խախտումը կատարելը հանցագործություն տեղում։ Այդ եմ գիտեմ, դե ասա որ։ Մի տղա, ինձ անծանոթ մի տղա, երկաթյա օղապարանը գցել էր Այդ Ford-ի մեջի քաղաքացի։ Վարորդի կողքի նստած։ Հա։ Երկաթյա օղապարանը գցել էր Անտուն Շան վիզը եւ քարշ տալով մոտեցնում էր Ford Magnus-ի մեքենային։ Ում վարորդը կամ վարորդի ուղևորը, հա։ Վարորդի ուղևորն է, վարորդի դեմքը ֆիքսեցի հետո տեսանյութ։ Ում ուղևորը երկաթյա ուղղապարանը ձեռքին, հա։ Արդեն գցել էր վիզը Շան։ Երկաթյա։ Շունը ցավից կախկանձում էր, կլանչում էր եւ խրխռում էր արդեն, շունը խրխռում էր։ Այսինքն ես կենթանու կյանքն եմ փրկել։ Երկաթյա ուղղապարանը ձեռքին, Շանը մոտեցնում էր մոտ 30 մետր հեռավորության վրա կանգնած Ford Magnus-ի մեքենա։ Երկաթյա ուղղապարանը գցել էր Շան վիզը։ Եվ քարշ տալով, Շանը քարշ էր տալիս։ Շան վիզը։
վիզը եւ քարշ տալով Քարշ էր տալիս մոտ 30 մետր հեռավորության վրա գտնվող Ford Magnus-ի ավտոմեքենան։ մոտ 30 մետր Այնինչ կարող էր մեքենան մոտեցնել շանը, մետր այլ ոչ թե շանը, այդպես քարշ տար դեպի մեքենա։ հեռավորության ուղղել այդ արդեն մանրամասները այդ դետալները բացատրությունով տեղեկանքի մեջ կնշես էլի որ մաշինի մեքենա ուղղել որը երկաթյա ուղղապարան է գցել էր շանվիզը եւ քարշ տալով մոտ 30 մետր հեռավորության վրա տանում էր դեպի մեքենան Այո։ տանում էր դեպի մեքենա Քննիչները այդ ժամանակ որևէ միջոց չեն ձեռնարկել, չեն միջամտել։ քննիչները նկատել են հատ քննիչ արել Տեսախցիկներով երևում է քնչականի դեմը սաղ տեսախցիկներ է դրած։ Այդ ժամանակ էլ բակում լիքը մարդ կար քնչականի բակում։ Մոտ 30 մետր հեռավորության վրա տանում էր դեպի մեքենան այդ ժամանակ Ես որ այնտեղ չլինեի, ոչ մի բան չէին ձեռնարկելու։ Այդ ժամանակ ինչ արեցիք նա ձեզ նկատելով կատարեց իրավախախտում Անմիջապես մոտեցա այդ տղային, ով շանը քարշ էր տալիս դեպի մեքենան։ Շատես մոտեցա այդ տղային Եվ հորդորեցի բաց թողնել շանը եւ շան հանդեպ դաժան վերաբերմունք չդրսևորել։ Եվ հորդորեցի որ շան նկատմամբ դաժան վերաբերմունք չդրսևորել Եվ բաց թողնի շանը։ Եվ այդ ամենը տեսանկարահանում է։ Այդ ամենը նկարահանեցի այդ ամենը իսկ երբ հադեպք տեղ ունեցավ Շաբաթ օրը, այսօր երկուշաբթի է։ Ես երեկել եմ զանգել ՕԿԿ։ Պարոն Եղինա, դու պատշաճ քաղաքացի հանդիսանալով, իմանալով քրեական օրենսգիրքը, քրեական դատավարությունը, ես ձեզ լավ ճանաչելով, հանցագործության մասին ինֆորմացիան հետ պահել ձեր մեջ։ Չեմ պահել, ես հենց 3 հայտնել եմ արդեն։ Դեպք տեղի ունեցել ամսի 19-ին, դուք հայտնել եք ամսի 25-ի, չէ՞ հայտնել ամսի 19-ին։ Այդպես եմ նպատակահարմար գտել։ Հանցագործություն եք թաքցրել։ Ոչ դա հանցագործություն թաքցնել չի։ Բա ինչա։ Դա ընդհանրապես ձեր չփաստարկված ենթադրությունն է, ձեր սուբյեկտիվ ընկալումը։ Որ դառնա հետո փաստարկված։ Տեսնենք։ Դուք նաև ինձ մեղադրեցիք, որ իբր ես YouTube-ով գումար եմ աշխատում, ես կարող եմ ձեզ դրա համար դատի էլ տամ։ Ես ձեզ հարցրեցի։ Այնպես որ հորդորում եմ ձերծ մնալ չփաստարկված ենթադրությունների։ Ես ձեզ հարցրեցի, դուք գումար եք Իհարկե ոչ։ Ոչ պատասխանը տեղեկանալուց հետո նման հարցեր։ Բա ինչ եք ասում դուք հանցագործության դեպք եք թաքցրել։ Ես ձեզ չեմ ասում հանցագործություն։ Դա ինչպես է դրսևորվում։ Ես չեմ հարցնում հանցագործության դեպք թաքցրել եք թե չէ։ Ես հարցնում եմ Էրիկ դուք հանցագործության դեպք եք թաքցրել։ Իհարկե ոչ, եթե թաքցրած լինեի, չէի հայտնի ոստիկանության։ Հարցն ու հստակ խոսակցությունը իրար տարբերում է, չէ՞։ Ձեր հարցադրումները իրանց մեջ քողարկված ենթատեքստ են պարունակում։ Միգուցե թվացել է ձեզ։ Չէ, ձեզ է թվացել, որ ես իբր թե հանցագործության դեպք եմ թաքցրել։ Լավ։ Որ շան նկատմամբ դաժան վերաբերմունք չդրսևորվի այդ ամենը տեսանկարահանվել է, ճիշտ է։ Տեսանկարահանվել։ Դրանից հետո ես ճշտեցի, որ այդ կազմակերպությունը հանդիսանում է ինչ կազմակերպություն։ Դրանք ինչ-որ կազմակերպության ներկայացուցիչներ էին, ոմն Հրանտ Սավոյանի։ Այս միտքը պրստենք ու հետո դիլը։ Անմիջապես մոտեցել տղային եւ հորդորեցի, որ շան նկատմամբ դաժան վերաբերմունք չդրսևորվի։ Չդրսևորվի այդ ամենը տեսանկարահանվել է։ Տեսանկարահանվել է շատ։ Նշված կազմակերպությունը ում է պատկանում ըստ ձեզ։ Իմ ունեցած տեղեկություններով դա ինչ որ շների ստերջացմամբ զբաղվող կազմակերպություն է եղել, որը պատկանում է ոմն Հրանտ Դավոյանի, ում ես անձամբ չեմ ճանաչում, չգիտեմ նա ով է եւ երբևիցե նրա հետ չեմ առնչվել։ Այսպեսի ունեցած տեղեկություններով Ինչու եմ ասում ոմն, որովհետեւ ինձ համար անհայտ է այդ անձնավորությունը, չգիտեմ ով է այդ Հրանտ Դավոյանը։ Նշված կազմակերպությունը, նշված կազմակերպություն։ Նաև ասում որ հանցագործության դեպք հենց բարեկային ծառայությունն է թաքցրել, հենց 3, եթե ուզում եք այդ փակագծերը բացեմ, եք ասեմ, ես 3 հեռախոսազրույցի ձայնագրությունը կա ինձ մոտ։ 3 ահազանգել եմ ՕԿԿ,
ՕԿԿ-ն ասեց, որ ձերահազանգը կփոխանցվի բարեկային ծառայություն մինչդեռ 3, այսինքն Կիրակի օրվա դրությամբ, այսօր արդեն երկուշաբթի է։ Այսօր ապրիլի 21-ն է, ես ահազանգը տվել եմ ՕԿԿ ապրիլի 20-ին, դրանից հետո որևէ բարեկային ծառայող ինձ հետ կապ չի հաստատել եւ իմ ահազանգի հետ կապված որևէ բարձաբանում չի արել։ Բաժինն է չխոսացել։ 3 ոչ, Կիրակի օրը, երբ որ ես 3 կոնկրետ վարչական իրավախախտման մասին Կոնկրետ վարչական իրավախախտման մասին ես ոչ, երկուշաբթի չեմ խոսացել։ Ոչ, որևէ մեկը չի զանգել։ Ես 3 հենց Կիրակի օրը ահազանգ եմ տվել ՕԿԿ, որևէ բարեկային ծառայող ինձ հետ կապ չի հաստատել, այսինքն հենց բարեկային ծառայությունը չի հետևողական եղել։ Կոնկրետ Կիրակի օրվա դրությամբ։ Կիրակի օրվա օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգը դիմում է եւ բարեկային ծառայություն եւ ոստիկանության տարածքային վարչություն։ Չէ, ինձ հետ որևէ մեկը Կիրակի օրվա դրությամբ ինձ հետ կապ չի ծառայության վրա դրված չի այդ կոնկրետ առանձնացված չի։ Իրանք ուղարկել են բարեկային ծառայություն։ Երկու տեղ։ ՕԿԿ-ն։ Երկու տեղ։ Որտեղ ես կոնկրետ վարչական իրավախախտման մասին եմ երկու տեղ։ Եվ ոստիկանություն եւ բարեկային ծառայություն։ Բայց դեպքը ինչի բարեկային ծառայությունից ինձ հետ կապ չեն հաստատել։ Կիրակի օրվա դրությամբ։ Բաժնից էլ չեն կապ հաստատել։ Այդ ինձ նայ որ իրեն ունեցած։ Կիրակի օրվա դրությամբ բաժնից էլ չեն ինձ հետ կապ հաստատել։ Այդ ինձ նայ որ իրեն ունեցած տեղեկություններով նշված ռազմակերպությունը պատկանում է ում շների ստեղծացմամբ զբաղվող Ոմն Հրանտ Դավոյանին։ Պատկանում է շների ստեղծացմամբ զբաղվող Ասեմ, որ այդ շների ստեղծացմամբ զբաղվող այդ կազմակերպության գործունեությունը մշտապես լինելու է իմ օպերատիվ տեսադաշտում եւ ես հետեւողական եմ լինելու, որպեսզի նմանատիպ դեպքեր այլևս չկրկնվեն։ Այսինքն շների նկատմամբ դրսևորվող դաժան վերաբերմունքի դեպքեր այլևս չկրկնվեն։ Ես այդ հարցում լինելու եմ հետևողական։ Դա շատ ճիշտ բան է։ Այսպես հերոինացնությունը կազմակերպության պատկանող շների ստեղծացմամբ զբաղվող անվազգանուն ինչ ասեցի։ Ոմն Հրանտ Դավոյանին է պատկանում։ Ոմն Հրանտ Դավոյան, ճիշտ է։ Վերջակետ, այ հիմիկ եկանք իրավախախտման մասին։ Երբ որ ես արդեն նկարահանում եմ այդ տղային եւ պահանջեցի, որ դադարեցնի կենթանու նկատմամբ դրսևորվող այդ դաժան վերաբերմունքը, դրանից հետո այդ տղան օղապարանը հանեց շան վզից եւ շունը դիմեց փախուստի, այսինքն ըստ էության իմ միջամտության արդյունքում փրկվեց կենթանու կյանքը եւ այդ տղան մոտեցավ այդ Ford Magnus-ի մեքենային, նստեց վարորդի կողքի նստելատեղին եւ այդ խախտում արդեն այդ ժամանակ թույլ տվեցին ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը։ Գնես։ Լսում եմ։ Հա, այն նոր է ասում, ինքը 19-ի տալու։ Հարուցված գործ կա դրանում։ Ես տեղեկություն չունեմ։ Հա։ Բայց ինչի չեն տեղեկացրել։ Հա, բաժինը գալիս է։ Դե ասում ինձ ոչ մեկ տեղակ չի արել, ասում ինձ չեն տեղեկացրել որ։ Ես քննիչից ոչ մի գրություն չեմ ստացել, որ քննական գործ կա հարուցված։ Հա։ Քնչական եմ հարուցված գործ կա, հա։ Հա, մենք էլ մեր ճանապարհային երթևեկության մասով բանանում։ Հա։ Հա, всё, ես իրանք ասում որ իրանք տեղեկացվի, հա։ Լավ։ Ու ահազանգը քանի որ ըստ ինձ քանի որ պարոն Մայքելը հանցել լուծության մասին տեղեկություն ինքը միանգամից ուղարկվել է քննչական կոմիտե օրը եղել է Կիրակի դրա համար երևի քեզ պոստա չի ունեցել երկի մուտքին ըստ իմ ենթադրության դա Մենք գործը քննչական մակարած գնաց քննչականից բայց վարչական իրավախախտման մասով արդեն հիմիկ դե ինձ բանի մասը ներկայացու կոնկրետ ավելի հակիրճացնել որ ավելի բարձր Ford մեքենայի վարորդը գիծը խախտելով կտրուկ շրջադարձ կատարեց եւ երկու թե մեկ անգամ հատեց հոց գիծը դեպքից հետո դա ես Ford մեքենայի վարորդը որին նախկինում չես ճանաչում ոչ
Եվ վարորդին չեմ ճանաչել, եւ վարորդի կողքը նստած այդ տղային, ով որ կենթանու նկատմամբ դաժան վերաբերմունք է դրսևորում։ Չեմ ճանաչել։ Չէ։ Այդ հիմա պարզեք կոնկրետ Ստեփանավանի քաղաքապետարանը որևէ դերակատարում ունի այդ ամենի հետ, թե ոչ։ Որովհետև ինձ տեղեկությունները հասնում, որ Ստեփանավանի քաղաքապետարանն է այդ կազմակերպությանը հորդորել, որ շներին այդ ձևով նման կոպիտ ձևով հավաքագրեն տանեն ստերջացնելու կամ չգիտեմ ինչ անելու։ Դա իրանը գլուխը չի։ Ասեմ, որ ես որևէ մեկին չեմ ենթարկվում, եւ միայն ես ինքս եմ որոշում իմ YouTube-յան ալիքում, ինչ տեսանյութ տեղադրեմ կամ ինչ տեսանյութ չտեղադրեմ, իմ կամքի վրա հնարավոր չի որևէ ազդեցություն ունենալ։ Ճանաչել 2 անգամ։ Ստեփանավան քաղաքական կոմիտեի դիմաց դրեց հոսքիցը։ Ոչ թե դիմաց, այլ քննչականին հարող տարածքում, հենց քննչականի դիմաց չէր։ Կողքը ավելի շատ քննչականի կողքը, ոչ թե դիմացը։ Ստեփանավան քաղաքի հարող տարածքում։ Եվ ինը կարթան դեսին ինչ է վերացել, հարցազրույց ունեցա Էրիկ Եղիմյանի հետ, ով հայտարարեց, որ գտնվել է Ստեփանավան քաղաքի քննչական կոմիտեի բակում եւ նկատել է, որ Ford Magnus մեքենան ում ուղևորը երկաթյա ուղղապարանը գցել էր շամբյուզը եւ քաշ տալով մոտ 30 մետր հեռավորության վրա տանում էր դեպի մեքենան։ Այդ ժամանակ ես անմիջապես մոտեցա այդ տղային եւ հորդորեցի, որ շան նկատմամբ դաժան վերաբերմունք չդրսևորի։ Այդ ամենը տեսանկարահանվել է, հայտնեց նաև որի ունեցած տեղեկություններով նշված կազմակերպությունը պատկանում է շների ստերջացմամբ զբաղվող Ոմն Հրանտ Դավոյանին։ Դեպքից հետո Ford մեքենայի վարորդը, որի նախկինում չեմ ճանաչել, 2 անգամ Ստեփանավան քաղաքի քննչական կոմիտեին հարող տարածքում գտվել է հոսքիցը։ Ստե նաև վերնշենք, որ շան հետ կապված ահազանգը նաև տվել է ամսի այո, քանիսն է այսօր 21 ամսի 20-ին է տվել։ Այո, որը դուք ասացիք, որ արդեն քրեական գործ կա հարուցված, որի մասին ես տեղեկություն չունեի, ձեզնից իմացա այդ մասին։ Նշեց նաև որ շան Շան նկատմամբ բռնի վերաբերմունքի վերաբերյալ, բռնի վերաբերմունքի Դաժան վերաբերմունք։ Շան նկատմամբ դաժան։ Նաև հիմա ես միջոցներ եմ ձեռնարկելու եւ պարզելու եմ։ Եթե հանկարծ պարզեցի, որ Ստեփանավանի քաղաքապետարանը, համայնքապետարանը որևէ առնչություն, որևէ դերակատարում ունի կենթանիների նկատմամբ դրսևորվող այդ դաժան վերաբերմունքի հետ, ապա ես բողոքներ եմ գրելու նաև Ստեփանավանի քաղաքապետարանի համապատասխան ոլորտը համակարգող աշխատակիցների դեմ։ Թե չի կարելի կենթանիների վնասի։ Նաև կնշեք, որ դեպքից հետո այդ Հրանտ Դավոյանը զանգահարել է ինձ եւ խնդրել է այդ տեսանյութը YouTube-ում չտեղադրեմ, որը ես մերժել եմ։ Հիմա ես հայտարարում եմ, որ այդ դեպքից հետո եւ Հրանտ Դավոյանը եւ Հրանտ Դավոյանի կողմնակիցները զանգահարել են ինձ, փորձել են ինձ համոզել, որ ես զերծ մնամ այդ տեսանյութը YouTube-ում տեղադրելուց, սակայն ես մերժել եմ, ասելով, որ ես եմ որոշում, թե իմ YouTube-յան ալիքում ինչ տեսանյութ տեղադրեմ եւ ինչ տեսանյութ չտեղադրեմ։ Ես որևէ մեկին չեմ ենթարկվում։ Ես ինքս այդպես եմ նպատակահարմար գտել եւ այդպես էլ վարվել։ Եթե հիմա խոսքս ուղղում եմ Հրանտ Դավոյանին, գիտեմ նա նույնպես ինձ նայելու է հիմա։ Եթե դուք գտնում եք, որ ես իմ կողմից նկարահանում կատարելով, այդ ապօրինությունները հանրայնացնելով, այսինքն կենթանու նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորումը, վարչական իրավախախտում կատարելը, եթե գտնում եք, որ ես այդ ամենը հանրայնացնելով ինչ որ ապօրինի արարք եմ կատարել,
հանգիստ կարող եք իմ դեմ ուզում եք բողոքեք, որևէ մտավախություն չունեմ, սա որպես իգիտություն որոշ մարդկանց, ու նախազգուշացնում եմ, որ ես այսուհետև նույնպես հետևողական եմ լինելու կոնկրետ Հրանտ Դավոյանի գործունեության նկատմամբ եւ եթե պարզեցի, որ Հրանտ Դավոյանը այդ կենթանիների ստեղծման ծրագրեր իրականացնելուց ինչ որ բաց թողումներ, օրենքի խախտումներ է թույլ տալիս, ապա իմ կողմից օրենքի շրջանակներում ձեռնարկվելու են համապատասխան միջոցներ եւ ոչ միայն Հրանտ Դավոյանը, այլև որևէ այլ մեկը, եթե այսինքն այնպեսի տպավորություն չստեղծվի, որ ես իբր թե թիրախավորել եմ այդ Հրանտ Դավոյանին, նման բան չկա, նորից եմ կրկնում, ես այդ անձնավորությանը չեմ ճանաչում, նրա այդ երբևիցե չեմ առնչվել, այսինքն առհասարակ նկատի ունեմ, եթե որևէ մեկը կհամարձակվի կենթանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորի, ապա իմ կողմից այդ առնչությամբ ձեռնարկվելու են բավականին խիստ միջոցներ օրենսդրության շրջանակներում։ Եվ ես հետևողական եմ լինելու, որ բոլոր իրավախախտում կատարած անձինք օրենքի ողջ խստությամբ ենթարկվում են պատասխանատվության։ Եղինյան, նշեց նաև, որ շան նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ նախկինում տվել է ահազանգ։ Այո, որի մասին դուք ինձ տեղեկացրեցիք, որ արդեն իսկ Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նաև պետք է ես հետ էլ պարզեմ, այդ կենթանիներին, որ ստեղծացնում են, արդյոք ախտահանված գործիքներով են ստեղծացնում։ Կարող է նույն գործիքով մի քանի շուն են ստեղծացնում, շունը արյան վարակ է ստանում ու սատկում է։ Այդ հարցում էլ եմ ես հետևողական լինելու, պետք է պարզեմ։ Արդյոք պատշաճ ախտահանված են այդ բժշկական գործիքները, թե ոչ, որը որ կենթանիներին ստեղծացնում են։ Հարգելի հետևորդներ, բարեկային ոստիկանները արդեն հեռանում են, որոնց ես էի հրավիրել։ Տվիր ավտոին։ Ոնց որ խփեցիր։ Խփեցիր, ոնց չէ։ Ես ձենը լսեցի։ Ուրա, նա նկար։ Մեր ավտոն է նկարի։ Մեր ավտոն է նկարի, մեր ավտոն։ Բան չկա։
Հարգելի հետևորդներ, ինչպես արդեն տեսաք, ոստիկանության բարեկային ծառայության ոստիկանները հեռացան իմ բնակարանից, այսինքն իմ բնակության վայրին մոտ գտնվող այս մեր շքամուտքից։ Ինչպես արդեն տեսաք, ոստիկանության բարեկային ծառայության մեքենան շատ չնչին կերպով բախվեց մեր բակում կայանված ավտոմեքենային, սակայն բախումը ուժգին չէր, շատ թեթևակի, կարելի ասել, ոչ թե բախվեց, այլ թեթևակիորեն քսվեց մեքենայի առաջամասը, բարեկային մեքենայի առաջամասը քսվեց մեր բակում կայանված մեքենային, սակայն արտաքին զննությամբ ես տեսանելի ինչ-որ բախման հետքեր չնկատեցի թե բարեկային ոստիկանության մեքենայի վրա եւ թե մեր թաղամասում, մեր բակում կայանված այդ մեքենայի վրա։ Այսինքն բախումը եղավ շատ թեթևակի, մի թեթև քսվեց ընդհանրապես, սակայն որևէ արտաքին վնասվածքներ մեքենաների վրա չառաջացան։ Ինչևիցե, ինչպես արդեն տեսաք, ոստիկանության բարեկային ծառայության ոստիկանը ինձ հարցրեց, որ ես արդյոք գումար վաստակում եմ YouTube-ի միջոցով թե ոչ, բնականաբար ես հերքեցի այդ ամենը, հիմա նույնպես ցանկանում եմ հերքել այդ ամենը, ես կոնկրետ YouTube-ի միջոցով որևէ գումար չեմ աշխատում եւ եթե պատկան մարմինները կարող են ապացուցել, որ ես իբր թե YouTube-ով գումարներ եմ աշխատում, ապա կարող են ինձ այսպես ասած հարկային դաշտ բերել, բայց հավաստիացնում եմ, որ ես որևէ գումար YouTube-ով չեմ աշխատում եւ եթե կարող են ապացուցել, ապա հանգիստ կարող են ինձ բերել հարկային դաշտ։ Նորից եմ կրկնում, ես YouTube-ով որևէ գումար չեմ աշխատում, հետեւաբար պարտավորվածություն չունեմ որևէ հարկ մուծելու պետությանը, քանի որ ես եկամուտ չեմ հետապնդում, այլ ընդհանրապես ես իմ YouTube-յան ալիքով հրապարակայնորեն բարձրաձայնում եմ հասարակությանը մտահոգող կարևորագույն նշանակություն ունեցող հանգամանքների մասին եւ լուսաբանում եմ հանրությանը հետաքրքրող իրադարձությունները։ Այսինքն կարելի ասել զբաղվում եմ հանրօգուտ հասարակական գործունեությամբ եւ որևէ նյութական ակնկալիքներ չունեմ, որևէ նյութական շահ չեմ հետապնդում ես իմ YouTube-յան ալիքով։ Սա խնդրեի, որպեսզի գիտություն ընդունեն բոլոր պետական իրավասու մարմինները եւ նույնիսկ ես կարող եմ հավաստիացնել, որ նույնիսկ ես իմ անվամբ գրանցված չունեմ որևէ բանկային հաշվեհամար, չունեմ որևէ քարտ եւ դա հեշտ է ստուգելը, բոլոր պետական կառույցները կարող են ստուգել, որ ես իսկապես իմ անվամբ գրանցված որևէ բանկային հաշվեհամար, որևէ քարտ չունեմ, հետեւաբար իմաստազուրկ է եւ անտրամաբանական է իմ կողմից YouTube-ով գումար աշխատելու ոստիկանության այդ բարեկային ծառայողի հարցադրումները։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։